Ողջույն բոլորին։ Այսօր մենք նորից միացել ենք եւ կխոսենք մի թեմայի շուրջ։ Անգամ թեմայի չէ, այլ իմ վկայության մասին։ Իմ փորձի մասին, երբ ես դեռ նոր եկել էի Աստծուն։ Երբ ես եկա եկեղեցի, եկա Աստծուն, ստացա Սուրբ Հոգուն եւ արդեն ծառայողուհի էի, ինձ մոտ հայտնվեց շատ լուրջ առողջական խնդիր։ Ինձ մոտ հայտնաբերեցին էպիլեպսիա։ Դա շատ լուրջ էր եւ իմ հայրը ինձ տարավ հիվանդանոց, որպիսի անալիզներ տամ։ Ես տարբեր անալիզներ տվեցի, որպիսի իմանամ այդ հիվանդության պատճառը։ Այդ ժամանակ ես 18 տարեկան էի։ Եվ երբ ես անալիզներ հանձնեցի, դրանք ցույց տվեցին, որ այդ հիվանդությունը ինձ մոտ, չգիտեմ արդեն լսել եք թե ոչ, բայց իմ ուղեղում գտան մակաբուծ ձվեր։ Երբ ինձ տոմոգրաֆիա արեցին, բժիշկը ցույց տվեց, որ իմ ուղեղը լցված է սպիտակ գնդիկներով։ Եվ այսպիսի խնդիր առաջացավ։ Բժիշկն ասաց, ես չեմ կարող վիրահատել քո գլուխը։ Դա անհնար է։ Դրա համար դու պետք է խմես դեղեր, հոգ կտանես քո մասին, եւ նաեւ մենք կանենք մի անալիզ, որպիսի իմանանք այդ ձվերը մեռած են, թե ողջ են, որովհետեւ եթե դրանք ողջ լինեն, դա լրիվ այլ իրավիճակ է։ Եվ այդտեղ սկսվեց իմ պայքարը։ Դրանից հետո ես անմիջապես մոտեցա իմ եկեղեցու հովիվին եւ պատմեցի։ Եվ ի զարմանս ինձ, հովիվի արձագանքը լավը չէր։ Մեր կողքին կային ուրիշ ծառայողուհիներ եւ նա ասաց այսպես. դու այլևս չես կարող լինել ծառայողուհի, գուցե դու խայտառակես Հիսուսի անունը, կամ այստեղ ընկնես ու գիտակցությունդ կորցնես, դրա համար դու այլևս ծառայողուհի չես լինի, եւ փակեց թեման։ Նա չասաց, որ կաղոթի ինձ համար, որ ես օգտագործեմ իմ հավատը, որ Աստված կարող է բուժել։ Այն ինչը նա ինձ փոխանցեց, այն ինչը սատանան ուզում էր ցանել իմ սրտում, դա հաջորդն էր, դու ոչ ոք ես։ Առաջ դու ծառայողուհի էիր եւ հոգ էիր տանում մարդկանց մասին, մաքրում էիր եկեղեցին, ամեն ինչի մասին հոգ էիր տանում եւ ծառայում էիր։ Հիմա, երբ դու հիվանդացել ես, չես կարող խայտառակել Հիսուսի անունը։ Այդ ժամանակ ես չստացա ոչ մի խոսք եւ սկսվեց իմ պայքարը։ Դրանից հետո ես նկատեցի, որ ծառայողուհիները, իմ ընկերուհիները ինձնից նույնպես հեռացան։ Ես չէի հասկանում, թե ինչ էր կատարվում, եւ ինձ մոտ շատ զգացմունքներ առաջացան։ Իմ ընտանիքը անհանգստության մեջ էր, չգիտեր թե ինչ անել, եւ մտքեր, շատ մտքեր էին գալիս։ Արդյոք դու Աստծունն ես, արդյոք դու ունես Սուրբ Հոգուն, ինչպես դու կարող ես էպիլեպսիա ունենալ, արդյոք այն դիվահարը, ում Հիսուսը բժշկեց, նա էլ չուներ էպիլեպսիա։ Անընդհատ գալիս էին այդպիսի մտքեր։ Ես պատրաստվում էի հանձնել նոր անալիզներ եւ սպասել արդյունքներին։ Ու բժիշկն ասաց այսպես. նրա առաջին ուղղորդությունը այսպես էր. դու չես կարող մենակ քայլել, որովհետև հնարավոր է, որ գիտակցությունդ կորցնես ու ընկնես ինչ-որ մեքենայի առաջ։ Դրա համար դու ավելի շատ տանը պետք է լինես։ Իսկ դուրս գալուց հարազատներիցդ մեկի հետ։ Դու չես կարող մենակ գնալ։ Եվ սկսեցին գալ շատ մտքեր։ 24 ժամ եւ շատ իրավիճակներ էին գալիս։ Ու այդ պահին ես ինձ միայնակ էի զգում։
Ես այլևս չունեի ընկերուհիներ, հովիվը ինձ չէր աջակցում, քանի որ ինքն էլ հոգևոր վատ վիճակում էր, և հետո ծառայությունը թողեց ու գնաց։ Ես տեսնում էի ինձ լրիվ միայնակ, և հիմա դուք իմանաք, թե ինչ կարևոր է Սուրբ Հոգին մեր կյանքում, և դուք կգնահատեք, թե ինչ է դա ունենալ Սուրբ Հոգուն։ Ես երիտասարդ աղջիկ էի, վերջերս էի եկել եկեղեցի, մոտավոր 2-3 տարի էր, ինչ ես եկեղեցում էի։ Ես չունեի շատ փորձառություն։ Երբ ես եկել եմ եկեղեցի, ես այդպիսի հիվանդություն չեմ ունեցել։ Ես ունեի ներքին խնդիրներ, դատարկություն, անձնական կյանքում խնդիրներ, բայց ես երբեք չեմ ունեցել խնդիրներ ընտանիքում կամ էլ ֆինանսական ոլորտում։ Ես չունեի փորձ Աստծո ուժի հետ։ Միակ բանը, որ ես այդ պահին ունեի, դա Աստծո խոսքն էր, միակ բանը, որ ես ունեի։ Ես այդքան էլ լավ Աստվածաշունչը չգիտեի, և այս ժամանակ ես միայն ճանաչում էի, իմանում Աստծո խոսքը։ Ես վերցրի Աստվածաշունչը և գիտեի մի քանի խոսքեր դրա միջից, որից մեկը Եսայի 53-րդ գլուխն էր, որ Հիսուս Քրիստոսը իր վրա է վերցրել մեր հիվանդությունները։ Ես պահեցի այդ խոսքը իմ ներսում, և դա միակ զենքն էր, որը ես ունեի։ Ես բացում էի Աստվածաշունչը, Եսայի 53-րդ գլուխը, և ամեն օր ես ծնկի էի գալիս, բացում էի այդ խոսքը և ասում էի. «Իմ Տեր, քո խոսքը ճշմարիտ է»։ Եվ այն, թե ինչ եմ ես զգում, դա խաբեություն է։ Եվ այդ պահին, երբ ես թույլ էի, ես զգում էի անգամ այնպիսի բաներ, որոնք այդ հիվանդությունից էլ չէին գալիս։ Էմոցիոնալ վիճակը նույնպես ազդում էր, ընտանեկան անհանգստությունը, ամեն ինչ։ Ես զգում էի ուժեղ հոգնածություն, զգում էի ցավեր իմ մարմնում, ես ինձ վատ էի զգում, թուլություն էի զգում։ Եվ շատ բաներ կային իմ մտքում, ես անգամ ցավ էի զգում երակներումս։ Երբ ես ինձ սկսում էի վատ զգալ, ասում էի, այս ամենը խաբեություն է։ Այս անալիզների արդյունքները ճիշտ չեն, այն ինչը ես զգում եմ, ճիշտ չէ, միայն քո խոսքն է ճշմարիտ։ Եվ այդ ժամանակ ես սկսեցի պայքարել, այն ինչը ես զգում եմ, ժամանակավոր է։ Այն ինչը ես զգում եմ կանցնի, բայց քո խոսքը ճիշտ է, այն իրական է։ Եվ ես վերցրի այդ խոսքերը։ Ես վերցրի այդ խոսքերը Աստվածաշնչից ու պահեցի դրանք իմ ներսում։ Այդ խոսքը դարձավ իրական ինձ համար։ Եվ երբ գալիս էին մտքեր մահի մասին, որ ես կարող եմ հաշմանդամ դառնալ, որ ես նստելու եմ հաշմանդամի աթոռին, իսկ եթե այդ ձվերը ողջ չեն և նրանք ուտում են քո ուղեղը, այդ ամբողջ ժամանակ պայքար էր։ Եվ երբ իմ գլուխը քոր էր գալիս էին մտքեր, միգուցե այստեղ ինչ-որ բան կա, և ամբողջ ժամանակ հոգևոր պայքար էր։ Ես պայքարում էի դրա դեմ 24 ժամ։ Երբ դուք գտնվում եք ինչ-որ պայքարի մեջ, անհնար է պայքարել միայն 2 ժամ։ Դա ամբողջ օրն է, գիշերը դու պայքարում ես, կամ դու կհաղթես, կամ քեզ կհաղթեն, կամ դու կբժշկվես, կամ կտառապես այդ հիվանդությունից։ Ինձ մոտ գալիս էին մտքեր, որ ես կդառնամ հաշմանդամ, որ իմ կյանքը ավարտվել է, որ ինձ հետ այլևս ոչինչ չի կատարվի։ Երբ հովիվը խոսք էր տալիս, ես միանգամից սկսում էի դրանք անել։ Ես գնում էի ծառայությանը և ասում էի Աստծուն. «Իմ Տեր, ես ցանկանում եմ քեզ ծառայել, բայց չեմ կարողանում, որովհետև հիվանդ եմ»։ Ես ասում էի. «Կան այնքան մարդիկ, ովքեր կարող են քեզ ծառայել, բայց չեն ուզում։ Դա անարդար է»։ Ես այդպես էի աղոթում, դա պայքար էր, 24 ժամ ուժեղ պայքար։ Ես սպասում էի անալիզների արդյունքներին և գտնվում էի այդ պայքարի մեջ։ Երբեմն ես տանը մենակ էի, մենակ խոհանոցում, ցանկանում էի սպասքը լվանալ, և գալիս էին այսպիսի մտքեր. հիմա դու կընկնես և ոչ ոք քեզ չի օգնի։
Դու այդպես էլ կմահանաս հենց այստեղ։ Եվ ես սկսում էի ինձ վատ զգալ, բայց միանգամից օգտագործում էի իմ հավատը։ Երբ դուք գտնվում եք ինչ-որ պայքարի մեջ և գործեք հիմնվելով զգացմունքների վրա, դուք կպարտվեք, դուք ունեք մի վատ միտք, և դուք վերցնում եք հեռախոսը, զանգում ինչ-որ մեկին ու ասում աղոթիր ինձ համար։ Վերջ, ուրեմն այդ միտքը ձեզ կառավարում է։ Լինում են պահեր, երբ դուք ոչ ոքից օգնություն չեք կարող ակնկալել, ոչ ոքից աղոթք չեք խնդրի։ Քեզ պետք է կախված լինել քո իսկ հավատից։ Երբ գալիս էին այդպիսի մտքեր, երգում էի եկեղեցու երգերը։ Հիսուսի անունը դա ուժ է։ Գնում են բոլոր դևերը, հիվանդությունները, գործում է Հիսուսի ուժը, բայց երգը ես անընդհատ լսում էի։ Ես դնում էի ձեռքերս իմ գլխին և դուրս էի քշում այդ չարին։ Ես արձագանքում էի և այդ սիմպտոմները անհետանում էին։ Շատ հաճախ դուք կորցնում եք ձեր օրհնությունը, չեք հասնում դրան, որովհետև դուք չեք հիմնավորում ձեր հավատը Աստծո խոսքի վրա։ Դուք աջակցություն եք փնտրում մարդկանց մեջ, ով կաղոթի ձեզ համար, դուք միշտ թույլ եք, դուք չունեք ձեր անձնական փորձը Աստծո հետ։ Երբ դուք անցնում եք ինչ-որ պայքարի միջով, դա կլինի հիվանդություն, ընտանեկան խնդիր, կապ չունի թե դա ինչ պայքար է, եթե դուք չհիմնվեք Աստծո խոսքի վրա, եթե ինքներդ ձեզ ուժեղ չդարձնեք, եթե չօգտագործեք ձեր հավատը, կլինեք այնպիսի մարդ, կանցնեն ամիսներ, տարիներ։ Ես հիշում եմ, որ իմ պայքարը տևեց 4-5 ամիս, և ես այդ պայքարի մեջ էի, քանի դեռ արդյունքը չեկավ և բժիշկը չասեց, որ այդ ձվերը մեռած են։ Բայց քեզ պետք է շարունակել խմել այդ դեղերը ամբողջ կյանքիդ ընթացքում։ Բայց ես ասացի, ոչ, ես այս խոսքը չեմ ընդունում, ինչ Աստված անում է 100%-ով։ Նա ինձ բուժեց, ուրեմն ես ոչ մի հետևանքներ չեմ ունենա։ Եվ ես շարունակում էի հավատով պայքարել մինչև Լիոր եկեղեցի գալուց, երբ փողոցով անցնում էի, այդ օրը ես իմ ներսում նկատեցի, կարծես թե այդ սև ամպը կուտակված, երբ որ դուք պայքարի մեջ եք, ունեք վատ մտքեր, բացական, ներքին պայքարներ, այդ ամենը գնաց, և ես լցված էի ուժով և խաղաղությամբ, մեն բան այլ կերպ էր, այն խավարը գնաց, անհետացավ, և այնտեղ Աստված դիպչեց ինձ, կարծես թե այսպես. սատանա, դու պարտված ես, դու արդեն պարտվեցիր, և նա հաղթեց այս պայքարում, և այդտեղ ես ունեցա այդպիսի փորձ Աստծո հետ, և երբ ես վերադարձա ծառայությանը և հագա իմ համազգեստը, ես վերադարձա էլ ավելի մեծ ծարավով, կրակով, որովհետև ես արդեն գիտեի, ես արդեն ունեի այդ փորձը Աստծո հետ, ես արդեն գիտեի, որ Աստծո խոսքը ճշմարիտ է, և այդ ժամանակ իմ բոլոր ուղղորդությունները, աղոթքները լրիվ այլ կերպ էին։ Ես ունեցել էի փորձ Աստծո խոսքի հետ։ Մեր բոլոր պայքարները, ինչի մեջով մենք անցնում ենք, եթե հիմնվենք Աստծո խոսքի վրա, մենք կհաղթենք, կապ չունի, թե ինչ խնդիր ունեք, հիմնվեք Աստծո խոսքի վրա։ Թող Աստծո խոսքը ձեզ համար լինի միակ ճշմարտությունը, և դուք կհաղթեք ամեն բան, յուրաքանչյուր իրավիճակ։ Մենք կավարտենք այստեղ և կցանկանայի ձեզ խնդրել կիսվել այս վկայությամբ ձեր հարազատների հետ և բաժանորդագրվեք մեր էջին, որպեսզի տեսնեք մեր բոլոր վիդեոհոլովակները։ Իմ անունն է Վայ Նեգրաու, ես խոսում եմ Բրազիլիայից, և թող Աստված ձեզ օրհնի։ Դուք ունեք ինչ-որ ցանկություն, ինչի մասին եք երազում, իսկ ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ինչ է երազում Աստված։ Նա երազում է ապրել ձեր ներսում, նա երազում է ձեզ դարձնել նոր արարած և ձեր կյանքում կատարել հսկայական գործեր։ Շատ մարդիկ դա չեն հասկանում, շարունակում են ապրել դատարկության մեջ, իրենց հույսը դնում են ուրիշների վրա, որպեսզի հասնեն իրենց նպատակներին, և վտանգում են ամենակարևորը՝ իրենց հոգու հավերժական փրկությունը։ Հոգ տարեք ձեր հոգու մասին։ Չորեքշաբթի օրվա ծառայություններին դուք կիմանաք,
Ինչպես ձեռք բերել հավերժական կյանքը եւ իրագործել Աստծո երազանքը։ Այս չորեքշաբթի ժամը 8:00-ին, 15:00-ին եւ 19:00-ին հասցեն Քաղաք Երևան, Ազատության պողոտա 13/1